Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, ես ուզում եմ խոսել ճանապարհաշինության մասին, իսկ ավելի կոնկրետ ճանապարհներին վնաս կրած քաղաքացիների փոխհատուցման ինստիտուտների ներդրման անհրաժեշտության կամ ծրագրերի մասին։ Ներկուսակցական քարոզարշավի ընթացքում մենք բազմաթիվ մարզային միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներին եղանք նաև 6 տարի առաջ օրինակ ասֆալտապատ ճանապարհին, տեսանք, որ անգամ գծանշաններն են պահպանված, եղանք Խարմավիրի մարզում մի փողոցում, որը 70 տարի ըստ համայնքապետի չէր ասֆալտապատվել եւ մեր օրոք արվում այնտեղ մի քանի տարի արդեն վարվոք վիճակում է, բայց ցավոք սրտի նույնը չեն կարող ասել համայնքային որոշ ճանապարհների վրա եւ օրինակ 2 օր առաջ եւ այդ համայնքային ճանապարհներից մեկինի մեքենայի անվադողը փոսում պատրվեց, ես հասկացա, որ միայնակ չեմ այդտեղ եւ բազմաթիվ քաղաքացիներ կային այդ անվադողերի հերթում։ Իրենք էլ էին հասկանում, որ աշխատանք տարվում է, փողը վճարվում է, վերահսկողական որոշակի գործիքներ անում են։ Ինքս անձամբ նկարել եւ ուղարկել եմ այդ ակտիվ քաղաքացի հարթակին եւ քիչ առաջ Երևանի քաղաքապետանից ստացա նամակ, որ այդ հատվածը արդեն իսկ ասֆալտապատվել է եւ արվել է։ Բայց խնդիրն էր, որ այդտեղ միջև այդ աշխատանք արվելը որևէ ճանապարհային նշան չկար դրված, որպեսզի քաղաքացին այդ ենթագիտակցորեն, որ ինքը այդ լավ ճանապարհներով գալիս է, արդեն սովոր է, էլի, որ այդ փոսերը չկան եւ միամիտ այդ մի փոսը բերում է այդպիսի վնաս։ Քննարկում են արդյոք տարբերակներ, որ չգիտեմ, ճանապարհները գուցե արդեն ապահովագրվեն եւ քաղաքացիները այստեղ վնասի փոխհատուցում ստանան կամ իրավական որոշակի գործընթացները ավելի հեշտացնեն, որպեսզի նման դեպքերում քաղաքացին ոչ իր մեղքով գրած վնասի փոխհատուցում կրի։ Օրինակ քաղաքակիրթ աշխարհներում շատ երկրներում այդ ապահովագրման ինստիտուտը կա, որ ճանապարհները ապահովագրված են։ Շնորհակալ եմ։ Արդյունքը պատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրելյան, հարցի համար։ Հայաստանի բոլոր ճանապարհները ունեն իրենց սպասարկող ընկերությունները կամ համայնքն է իրականացնում այդ աշխատանքը։ Եվ բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհը սպասարկող ընկերությունների պատճառով, իսկ տվյալ դեպքում ճանապարհին առկա փոսը հենց այդպիսի խնդիր է, փոխհատուցում իրականացնում են ճանապարհը սպասարկող ընկերությունները։ Եթե այլ կարգավորումների անհրաժեշտություն կա, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստ է քննարկել հարցը։